այսպես երեք հանրային հեռուստաընկերության եթերում Արսեն Թորոսյանին երբ հարց են ուղղում օկուպացված Արցախում ոչնչացվող մեր մայր տաճարի եւ եկեղեցիների մասին, ասում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, իրենց տարածքում ինչ կուզեն կանեն։ Այս հայտարարության հետ կապված ձեր տեսակետը կուզում լսել։ Նաեւ անդրադառնալ քաղաքացու տոն էին նշում խորված փարթի այդ հայտարարությանը, ինչպիսի գնահատական կտակ, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Իհարկե Արսեն Թորոսյանի նման ոչնչություններին ընդհանրապես որևիցե մեկը չէր անդրադառնա, եթե նա չլիներ իշխանության մեջ, չլիներ պատգամավոր, եղած չլիներ առողջապահության նախարար, այդ անաստված, անսկզբունք, ոչ մի բանը, ասենք, չի կարա հասկանալ, ինչա նշանակում եկեղեցի, հավատք, Աստված, նա իր բերանով հայտարարում է, որ Աստված չկա, այդպիսի անձնավորության էլ ինչ ասես, կգա ժամանակը, միգուցե Աստծով նա ինչ-որ մի X օր կհասկանա ինչա նշանակում այդ ամենը, մեր նման մարդիկ իրենց խոսքը կասեն, մնացած հետևություններն ու հետևանքները կյանքը ժամանակը իրեն ցույց կտան, ինչ վերաբերվում է Ադրբեջանը իր տարածքում ինչ կուզի կանի, դա չի եղել երբևիցե Ադրբեջանի տարածք, Եվ հիմա էլ չի համարվում Ադրբեջանի տարածք, ինչքան էլ դու եւ Նիկոլը ձեր դասալի քալով փորձեք դա լեգիտիմացնել ու դարձնել Ադրբեջանի տարածք։ Արցախը պատմականորեն եղել է հայկական տարածք, մնում է հայկական տարածք, ցավոք սրտի, քանի ձեր իշխանությունն է, այդ հայկական տարածքները գտնվում են ադրբեջանցիների տիրապետության տակ։ Դուք այո Ալիևի ճնշմամբ եւ հրամանով փորձում եք լեգիտիմացնել Ալիևի թեզերը, որ դա ադրբեջանական տարածք է։ Ինչպես որ մնացած Ալիևի թեզերն եք փորձում լեգիտիմացնել, փողոցներում Ալիևի հրամանները կատարելու համար քվե եք հավաքում ժողովրդից, այդ նույն տրամաբանության մեջ իրականացնում եք Ալիևի քարոզչությունը։ Եվ մեր հայրենակիցները այս խոսույթն ու այս հայտարարությունները հետևություն անելով պետք է գնան ընտրատեղամաս։ Պետք է այս ամեն ինչը հաշվի առնելով գնան եւ իրենց ընտրությունը կատարեն։ Ես ձեզ ասում եմ, վախեցնում են, ճնշում են, չգիտեմ ինչեր են անում, պետական համակարգերով են ճնշում, խաբում են, գործ են խոսք տալիս, ասֆալտ են անում, չէ՞։ Դուք իրավունք ունեք ազատ ընտրության։ Իրենք ձեզ ինչքան էլ ճնշեն, ինչքան չեք կարում, չեք համարձակվում ուղիղ իրենց դեմ պայքարելու, գնացեք, մտեք ընտրատեղամաս, լուր, սուս ու փուս, մի ընտրեք իրենց եւ վերջ, ես սա եմ ձեզ ասում։ Աստծո առաջ, ձեր խեղճի առաջ մաքուր կմնաք, ինչքան ուզում եմ մի հատ կեղտոտ ծանոթ գտած լինեն ու բերած լինեն ձեզ տիպի, որ դուք ընտրեք Նիկոլ։ Դուք մի լսեք իրան։ Ձեր ամենամտերիմն էլ որ լինի, չգիտեմ, ոնց են կաշառե, ոնց են խափե, ինչ են արել, որ գա քեզ համոզի տանի այդ սատանայի, այդ թուրքական բերած ուժի հետևից, դու սուս մնա, ոչինչ մի խոսա, վերջին օրը գնա, քո խեղճի առաջ հարգելի քաղաքացի, քո ընտրությունը կատարի։ Այդ ամենը տեսնելով իրենց այդ որքրամոլության քարոզը անելով, հանրապետության հրապարակում բերում են ճանաչված երկիշներ, չգիտեմ ինչ, վերջում նկարում գցում են, ասում են, տեսակ, Նիկոլի համար ինչքան մարտեր եկել։ Ասենք երիտասարդը գնացել է, համերգ երկա ուզում լսի, համերգա։ Պետության այդ երիտասարդի տված հարկերով, այդ երիտասարդի գումարով համերգ են կազմակերպել, ու ասում են, տեսակ, Նիկոլի համար էին եկել։ Հեսա ընտրությունը կգա կտեսնեք Նիկոլի համար ինչքան քվե եք ստանում։ Ես վստահ եմ մեր ժողովուրդը այս անգամ ավելի ճիշտ որոշում կկայացնի։ Ես վստահ եմ այսքան խաբելուց, ստելուց, ամեն ինչից հետո մեր ժողովուրդը կամք կգտնի իր մեջ եւ որևիցե ձևով սրանց նման կեղտոտ, թուրքա հպատակ, անկարմիր գիծ անձնավորություններին քվե չի տա։ Ժողովուրդ ջան, աշխարհասփյուր հայություն ձեզ եմ դիմում։ Վճռական ժամանակներ են Հայաստանի ճակատագիրը պետք է որոշվի։
Աշխարհի տարբեր ծայրերից զանգեք ձեր հարազատներին այստեղ, սթափեցրեք բոլոր նրանց, ովքեր չեն հասկանում ինչ են սրանք անում։ Հասկացեք, սահմանադրությունն են ուզում փոխեն։ Սրա վտանգավորության աշճանը մի սարսափելի է, սարսափելի։ Նիկոլը իր բերանով հայտարարում է, եթե չփոխենք սահմանադրությունը կռիվ կլինի։ Վախեցնում է ժողովրդին։ Նորից եմ ասում, եթե փոխի էլ է կռիվ լինելու։ Ալիևը հենց դա է ուզում։ Կռիվ չլինելու միակ ճանապարհը ես ձեզ առաջարկում եմ։ Ընտրել փորձառու առաջնորդներ, որոնցից կվախենան, որոնց չեն կարանա օգտագործեն, որոնց չեն կարանա ճնշեն։ Սրանից բացի ուրիշ ճանապարհ չկա։ Կզելու քաղաքականություն, զիջելու քաղաքականություն, սիրելի հայրենակիցներ, ինչքան զիջեք, քանի զիջեք, էլի է ուզելու։ Պետք է կանգնեցնեք վերջի վերջո։ Ձեր մի երեխային այսօր բանակից բերիք, բա այն մյուս երեխան։ Հո ժամանակավոր 2 տարվա համար չի ես մեր պետությունը։ Մեր պետությունը պետք է դարերով գնա։ Իրանք տալիս են, վաճառում են, որ 2 տարի ավել մնան իշխանության։ Հասկանում եք, հայրենիք են վաճառում, որ 2 տարի ավել մնան այդ աթոռին։ Ու ասում են 2 տարի խաղաղություն բերինք։ Ոչինչ էլի, որ 5 տարի քաոս ու ավերակ ու դիահերձարանների դիմաց հերթ։ Եվ սրա համար անլրջացնում են քաղաքական դաշտը, ժողովուրդ ջան, որովհետև լուրջ իրավիճակներում իրենք ոչինչ են։ Լուրջ գաղափարական պայքարների մեջ ոչնչություն են։ Չեն կարող հիմնավոր փաստերով բովանդակալից պայքարի մեջ մտնել, կապիկությամբ են ուզում մրցել, հասկանալով, որ ընդդիմադիր դաշտը դրանից թույլ է։ Թույլ է, ընդդիմադիր դաշտի գործիչները չեն կարող իրանցպես կապիկություն անեն, շոումենություն անեն, չգիտեմ ինչեր անեն։ Հա, այտենց խորոված փարտի, որ հանկարծ ընդդիմությունը կազմակերպեր, կասեին ընտրակաշառք կա, գիտեք հիմա քանի հոգի կալանավորվե։ Հասկանում եք, իրանք կոնկրետ ընտրակաշառք էր այդ ամեն ինչը։ Հավաքեցին մարդկանց համերգի եսի մինչերի անվան տակ քաղաքական նպատակով օգտագործեցին։ Խորոված ենք տալիս, խաբեցին տարան խորովացնել, վաճառեցին, չգիտեմ կրկնակի, եռակի անգամ թանկ մարդկանց վրա։ Ինչա ամեն գնով ինչ որ տեղ կարանան, որտեվ Նիկոլը վերջին ժամանակները Էջմիածնում փորձեց չկարացավ մարդ հավաքել, այստեղ փորձեց չկարացավ, Գյումրիում փորձեց ձախողեց, ամեն ձևի փորձում են մի հատ կեղծ, բռնել էին դրանց աջակիցները արհեստական բանականությամբ, մարդկանց էին շատացրել, թե բա Նիկոլի համար հավաքվել են, լավ հարց չեն տալիս, լավ Նիկոլի ինչի համար հավաքվեն, խաբելու։ 2018-ին հավաքվել էին, ով կարար հերկել, հավաքվել էին, աջակցեցին, չկա այտենց ղեկավար, որ ձեր չափ աջակցություն ստացած լիներ, ինչ արեցի, կարա։ Խաբիք մարդկանց բոլորին, խաբեցիք, ծախեցիք, սպանիք մարդկանց երեխեքին, հիմա էլ ասում եք մի հիշեք Արցախը, մի տվեք Արցախի անուն, մի տվեք Արարատ Սարի անուն, վախեցած առնետների նման Ալիևին տեսնում եք, ասենց սնկրտում եք, արա, դարել եք դրա ձեռը մի հատ ասենց խամաճիկ, ոչ մի բան, են Ալիևի, որ 30 տարի սարսափած է եղել մեր ազգից, հիմա լեզուն բացվել է, ծակերից ելել է, պահանջներ է դնում, պահանջը պահանջի հետևից, 300,000 ադրբեջանցի ենք բնակեցնելու, հարցերա իրավաբանորեն դեմ տալիս, ասում եմ սահմանադրության լուծարումը, լուծարիր պետությունը իրավաբանորեն լուծարվում է, Ալիև այդ ժամանակ հարցակվում է, միջազգային պետություններին էլ հայտարարում է չկա այդտեղ պետություն, լուծարված է իրանց սահմանադրությունը, լուծարելով սահմանադրությունը, բոլոր նախկին պայմանագրերը չեղարկվում է արդեն, բոլոր պարտավորությունները չեղարկվում է, դուք հասկանում եք ինչա շեշտը դրե Ալիևը սահմանադրության վրա, այս Ալիևի ստրուկներն էլ հլու հնազանդ պայմանավորվում են, որ կկատարեն, որ կփոխեն, հիմա անձնագիր են որոշ է փոխեն, անձնագրերի միջից ջնջում են, Արարատ Սարն են ջնջում,
Գերբի վրից ջնջում են, կոնկրետ մտել են հայկականը վերացնելու, ոչնչացնելու։ Ու այսքանը տեսնելով ձեր պետության մեջ ինչա կատարվում, գնաք սրանց քվետակ։ Անել, ինչու այդպես վարվեց, հա, այդ հպարտ քաղաքացիների հետ։ Տեսնում են, ինչ քաղաքացիները հիասթափված գնացել էին անվճար հաց ուտեին, այն էլ պարզվեց մի ստեյքը, ինչպես տիկին Զոհրաբյանն է ասում, որ այն 4000 դրամ ավելացնես կգնաս լախնակը կգաս։ Գիտեք, իրենք խաբեցին ժողովրդին, այո, էլի Տեսեք, իրենք էլի խաբեցին ժողովրդին, անգամ այդտեղ խաբեցին, որ այդ մարդիկ հավաքվեն գոնե, 7-8 տարի մարդկանց սոված պահել են, դուք պատկերացրեք, երբ որ ես ասում եի հացին կարոտ մարդիկ կան այսօր, հացին, ցամաք հացին, բա ստեյք, ով իմանա ստեյք են տալու, խորոված են տալու, թկած ունի Նիկոլի վրա էլ են, մյուսի էլ, սոված, մարդկանց սովածա պահի, հասկանում ես, գնացել են այդ մարդիկ, գոնե այդ օրը մի կտոր բան ուտեն, էլ չգիտեն այս աֆերիստ խորամանքը, այնքան աֆերիստ է, որ էդ էլ չի տալու, ընդամենը խաբեց, որ բերի հավաքի, ասի տեսեք ժողովուրդը հավաքվի, մարդը գնացել այնտեղ նորա տեսե, չէ որ էդի գումարով է, արդեն իրա ֆիզիկական ներկայությունը եղավ, վերջ Նիկոլին այդքանն էր պետք, բա Նիկոլը լայվ մտավ, հայտարարեց, ասեց խորոված պարտիա լինելու ճիշտ է, բա մի հատ էլ կարար ասել ժողովուրդ, բայց չմտածեք խորոված պարտի մեր հաշվին է լինելու, պետք է գաք էլի առնեք ուտեք, բա այդքանը խիչ ասեց, խաբելու նպատակով էր, գայթակղելու, խորովածի անվան տակ մարդկանց հրապարակ տանելու, նկարելու, ես դες ասեցի, չէ, գնացիք այնտեղ իրանց կամերաներով ֆիքսելու են, ասեն եկել էին ժողովուրդը, Նիկոլին հարգելով եկել էին Հասկանում եք այս ձևի այս հարցերում անգամ ձեզ խափում քծում է, ժուլիկան է, չեք տենում ժուլիկի գլխարկը դրե հելելա ժողովրդի մեջ, դուք չեք տենում նա, որ մարդուն մոտենում է քաղաքացիների հետ հանդիպումները, բռնում է ուզում է խափի, հանկարծ զգում է, որ չի կարում այս մեկին խափի, լավ գնա ասում է, ֆռսնում ուղարկում կամ ինքը փախնում գնում է, ժողովուրդ ջան, ես չգիտեմ էլ, չկա երևի տենց մարդ, որ չի տեսնում ու չի հասկանում, թե սրանք ինչ կարգի աֆերիստ խորամանքներ են։ Մենք պետք է լրջացնենք քաղաքական դաշտը։ Մենք անլուրջ մակարդակի վրա իրենց չենք կարող հաղթել։ Իրենք բոլոր, իրենց ինչ կա, իրենք ոչ ինքնասիրություն ունեն, Արցախ են հանձնել, պետական դավաճանություն են արել, ինչ ուզեն այսօր կանեն։ Իրենք հասկանում են, որ իշխանությունից հետո վերջ էլ իրենք չկան այս ազգի համար, հարգանք, պատիվ, շնորհք չկա, դրա համար այդ ցածր մակարդակի վրա ինչ կարմիր գիծ ուզում անցնում են, լպիրժավարի խոսում են, ասեն կռված մարդկանց ծաղրում են, հեգնում են, պատերազմով անցած մարդկանց հեգնում են, այդ մարդկանց վիրավորումը, որ թշնամու պատճառով է եղել, հեգնում են, ծաղրում են, այս տիպի լպիրշացում Փողն ու իշխանությունը, երբ որ գլխին Նիկոլի պես թուլամորտ պղծված է կանգնած, այդ հենց փճացնում է թիմին, փճացնում է թիմի մեջ գտնվողներին, երբ որ ղեկին, հզոր, կամքից ուժեղ մարդ է լինում, այն փճացածինն էլ ուղում է արդեն, վերահսկում է, բայց եթե գլուխը փճացած է, Նիկոլը փճացած է, մի օր կնոջ հետ բաժանվում են, ընտանեկան հարցը սարքել են քաղաքական շոու, չգիտեմ ինչեր են անում, իրանց բանն են ուզում, ռեկլամ անեն, բերել են իրանց ընտանեկան նեղանձնական հարցերը, դարձրել են քաղաքական դիվիդենդ հավաքելու թեմա, որ դրա մասին ժողովուրդը քննարկում անի, արա ժողովրդին հետաքրքիր չէ, անկեղծ եմ ասում, խեղճ էդ օր էլ այդ խորոված փարտի ժամանակ են մարդն եկի ասում է, տո թկած ունեմ սրանց խորովածի վրա, մայրս հիվանդա, մեռնում է, օգնություն է պետք։ Սա է այդ իրականությունը, մարդիկ հիվանդանոցների դռներ արա տառապում են, բանկերի, վարկերի, պարտքերի տակ տառապում են, արա ձեր վեճը չի։ Այս մարդկանց պետք է գնանք օգնության հասնենք, կմեռնեն այդ մարդիկ։ Ես հարյուրավոր նամակներ եմ ստանում այդ խեղճերից, օգնող չկա, պետություն չունենք, որովհետև որ օգնի։ Դուք խիղճ չունեք, արա, դուք հոգի չունեք,
դուք պետք է հեռացվեք, որ այդ մարդիկ կարողանան ապրեն։ Դրա համար այդ մարդկանց քվեն պետք է հասկացեք։ Չպետք է գնա այդ թուրքերին, չպետք է գնան վերջի պահին 10,000-ով խափեն, մի հատ գործով խափեն ու 5 տարի շարունակեն ճնշել, շարունակեն ձեզ հալանել, հալածել։ Հարգելի քաղաքացիներ, այսօր այդ վճռական պահն է հասկանալու։ Շատ քիչ է մնացել եւ ձեր քվենա որոշելու եւ ամենամեծ մանիպուլացիան, որ փորձում են, բա դե իշխանությունն է, կկեղծի, էս կանի, այս մանիպուլացիան են փորձում տարածել ժողովրդի մեջ։ Դուք ձեր քվեն մի տվեք, ես ձեզ անկեղծ ասում եմ։ Ես ուզում եմ տեսնեմ այն տղուն, որը կկարանա այդ ընտրությունը կեղծի, որը կկարանա գնա տոտալ կեղծումների ու կարանա ժողովրդի քվեն տանի ընդդիմադիր դաշտի վրայից։ Ես ձեզ վստահեցնում եմ, Երևանի բոլոր փողոցները ողողված են լինելու քաղաքացիներով։ Եթե Նիկոլենք իրենց մտքի ծայրով անցկացնում են գնալ ընտրակեղծիքների, չգիտեմ ինչերի ու դրանով փորձում են արդեն ժողովրդին կերակրել, թե իբր իրենք իշխանություն են ու կկարանան կեղծեն, ժողովուրդ ջան, քանի մենք միասնական ենք, իրենց այդ փոքրիկ 200 հոկանոց թիմով մի հատ ոչնչություն են։ Պետական ապարատում գտնվող մարդկանց 90%-ը դրանցից զզված է։ Բերեմցրել են ատեստավորում մարդկանց 15 տարվա ուսուցչին, այն մյուսին սաղին հանել են տարիներ շարունակ իրար դեմ։ Զինվորականների մեջ մցրել են այդ պառակտումը։ Դուք գիտեք պետական համակարգում մարդիկ ոնց են հոգնել։ Գիտեք։ Ես գիտեմ։ Ես համակարգի մարդկանց եմ դիմում։ Ես հասկանում եմ պետական համակարգում լինելով հանդերձ սրանց դեմ խոսելը, դա չգիտեմ ձեզ կհոշոտեն։ Ու սրանք խոսում են ժողովրդավարությունից։ Ես դա հասկանում եմ, որ բռնապետական մտ կեղտոտ բռնապետական վիճակ է, բայց վերջին օրը դուք վստահ ասում եմ Նիկոլը 50%-ը չի հաղթահարելու։ Դուք գոնե ձեր Աստծո, ձեր խեղճի առաջ վերջին օրը մտնում եք այդ խցիկը ու ձեր քվեարկությունը անում եք, ով է իմանալու, ով։ Արդար ձևով, ձեր հոգու, ձեր խեղճի առաջ դուք տեսնում եք, դուք խելացի մարդիկ եք, դուք պետական ապարատներ եք աշխատացնում, դուք այդքան մենք հասարակ մարդիկ են էդի տեսնում, հասկանում, դուք իրանցից ավելի լավ եք հասկանում, նույն ազգային անվտանգության աշխատող մեր տղերքը, ոստիկանության աշխատող հայ տղերքը, դուք այդքան բանի մեջ եք, դուք ավելի լավ եք տեսնում ինչա կատարվում, դուք չեք հասկանում, որ սրանք կոնկրետ Ալիևի պահանջներն են բավարարում, սա այո քաղաքական հարց է, բայց դուք բացի պետական աշխատողներից նաև քաղաքացիներ եք, ունեք քաղաքացիական պարտավորություն, ու այդ քվեարկությունը նաև ձեզ է վերաբերվում, ու որ ձեզ շանտաժ են անում, թե բա կկա ես ինչը, էլ դուք չեք աշխատի, ստում են, պետական համակարգերը նույն իրանց ձևով լինելու են, պետական աշխատողները լինելու են, ուսուցիչը, էլի իր ուսուցչի գործին է լինելու, ոստիկանը ոստիկանի գործին, ես ձեզ վստահեցնում եմ ավելի լավ աշխատավարձ եք ստանալու, մի բան էլ այսքան թուքումուր չեք ուտելու, սրանք ձեզ ինչ են անում, ստորացնում են, ամփոփելով ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, սթափվեք, ուշքի եկեք ժողովուրդ ջան, մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից, միասնական կարող ենք այս իրավիճակից դուրս գալու, ձեր բարեկամներին, ձեր հարազատներին, ձեր ընկերներին բացատրեք, մի հանձնվեք, ամեն օրյա ռեժիմով բացատրեք, ներկայացրեք, հասկացրեք, մենք հայրենիք չունենք զիջելու թշնամուն, եւ իմ ամենամեծ նպատակը դա Ալիևի բերանը փակելն է, չգիտեմ ում հետ, ովքեր են այդ ուժեղները, բոլոր հայերը միանան, գան, կպնեն, փակեն դրա կեղտոտ բերանը, կանգնեցնեն դրա պահանջները, Սյունիք են ուզում, Միճանսկ են ուզում, 300,000 ադրբեջանցի են ուզում, բնակեցնեն, քանի կար ասում են, վсё, Արցախի հարցը լուծվի, խաղաղ ապրում ենք։ Հիմա ասում են սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի, երկրի ներքին հարցը պետք է Ալիևը որոշի։ Հետևությունը դուք արեք ժողովուրդ ջան։